Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի հովանավորությամբ կազմակերպված բանակցությունների երրորդ փուլը, որն ապահովում է հնարավոր լուծում մոտ 4 տարվա պատերազմին, կենտրոնանալով նաև գլխավոր հակասությունների, հողային հարցերի վրա։ Զինված հակամարտությունը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարից Ռուսաստանի լայնածավալ ներխուժմամբ, այժմ մտնում է նոր, ավելի ծանր և անհամաձայնություններով լի փուլ։ Քննարկվում են հատկապես Ուկրաինայի հյուսիսարևելքի ռազմավարական շրջանները, ներառյալ Դոնբասը, որոնց համար ճնշումը մեծանում է։ Wall Street Journal-ի տեղեկություններով Իսրայելում մի շարք արաբական երկրներ փակ ձևաչափով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է հրթիռային սպառնալիքների և հետախուզական տեղեկատվության փոխանակման վրա։ Վերլուծաբանները կարծում են, որ նման համագործակցությունը կարող է փոխել ուժերի դասավորությունը Մերձավոր Արևելքում և մեծացնել տարածաշրջանային ռազմաքաղաքական ազդեցությունը։ New York Times-ի հաղորդմամբ Վաշինգտոնն ու Մեխիկոն պայմանավորվել են խստացնել սահմանային վերահսկողությունը և արագացնել արտաքսման ընթացակարգերը։ Որոշումը կայացվել է միգրանտների հոսքի աճի և ԱՄՆ ներքաղաքական լարված քննարկումների ֆոնին։ Փորձագետները նշել են, որ այս քայլը կարող է ազդել ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային միգրացիոն քաղաքականության վրա։ Ժնևում սկսվել է ԱՄՆ-ի և Իրանի միջուկային բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ինչպես նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ Բանակցությունները կազմակերպվում են Օմանի միջնորդությամբ և նպատակ ունեն երկարաժամկետ համաձայնագրի հասնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած ինքը անմիջականորեն չի մասնակցում, բանակցություններում հաջողությունը կարող է օգնել խուսափել ռազմական սցենարներից, որոնք վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում աճել են, ընդգծելով ռազմական ուժերի կենտրոնացումն ու ռիսկերը։ Իրանը ընդգծել է, որ քննարկումները կկենտրոնանան բացառապես միջուկային հարցերի վրա, առանց արտաքին քաղաքական ազդեցության։ Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, օգտագործելով մոտ 29 հրթիռ և 396 անօդաչու թռչող սարք։ Արդյունքում առաջացել են լուրջ վնասներ և հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության և ջեռուցման։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է այդ հարձակումները, դրանք որակելով որպես միջնորդական գործընթացին ուղղված ճնշում։ Միջազգային դիտորդները նշում են, որ նման գործողությունները կարող են խաթարել խաղաղ բանակցությունների ընթացքը և մեծացնել ճնշումը կողմերի վրա, մինչ նրանք նստած են բանակցային սեղանի շուրջ։ Վերջին մարտական տվյալներով Ուկրաինան հաջողությամբ վերահսկողություն է վերականգնել որոշ շրջաններում, ինչը ընդգծում է պատերազմի շարունակական դինամիկ զարգացումը։ Այս ձեռքբերումները զուգակցում են դիվանագիտական հանդիպումներով, ստեղծելով բարդ և բազմաշերտ քաղաքական իրավիճակ։ Ուկրաինայի զինված ուժերը նաև հայտարարել են, որ այս գործողությունները նպատակ ունեն ապահովել անվտանգությունը սահմանային գոտիներում և ամրապնդել խաղաղության բանակցային դիրքերը։ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարները համաձայնեցրել են ուժեղացնել դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում։ Ըստ Reuters-ի նախատեսվում է ավելացնել զինվորական ստորաբաժանումները Լեհաստանում և Բալթյան երկրներում, ինչպես նաև տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Քայլը պայմանավորված է տարածաշրջանային անվտանգության աճող մտահոգություններով և ռազմական ակտիվությամբ։ Փորձագետները նշում են, որ այս որոշումը կարող է ազդել Եվրոպայում ուժերի հավասարակշռության վրա։ Bloomberg-ի փոխանցմամբ Եվրամիությունն ու Չինաստանը սկսել են բանակցություններ արտահանման վերահսկողության և մաքսային քաղաքականության շուրջ։ Բրյուսելը մտահոգված է չինական արդյունաբերության սուբսիդավորմամբ, մինչդեռ Պեկինը քննադատում է բարձր տեխնոլոգիաների մատակարարման սահմանափակումները։ Այս քննարկումները տեղի են ունենում աշխարհաքաղաքական մրցակցության խորացման ֆոնին և կարող են վերաձևել գլոբալ առևտրային հարաբերությունները։ Տոկիոն ներկայացրել է պաշտպանական նոր ռազմավարություն, որը նախատեսում է ռազմական բյուջեի աճ և համագործակցության խորացում Ավստրալիայի և Հարավային Կորեայի հետ։ Ճապոնական կողմը հայտարարել է, որ անհրաժեշտ է արձագանքել տարածաշրջանում աճող սպառնալիքներին և ամրապնդել դաշնակցային կապերը։ Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը կարող է էական ազդեցություն ունենալ Ասիա-Խաղաղօվկիանոսյան անվտանգության ճարտարապետության վրա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պատրաստվում է նոր բանաձև Սուդանում հումանիտար առաքելության ընդլայնման վերաբերյալ։ Դիվանագետները զգուշացրել են հակամարտության սրվան վտանգի մասին և կոչ արել անհապաղ հրադադարի։ Մի շարք երկրներ առաջարկել են ուժեղացնել պատժամիջոցները հակամարտող կողմերի նկատմամբ, կանխելու համար նոր բռնությունները։
Միևնույն ժամանակ հումանիտար կազմակերպությունները ահազանգում են սննդ եւ բժշկական օգնության սուր պակասի մասին, ընդգծելով քաղաքացիական բնակչության ծանր դրությունը։ Վերլուծաբանների կարծիքով առաջիկա օրերին ընդունվելիք որոշումները կարող են վճռորոշ լինել Սուդանում անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար։